Իրական գործառույթները մյուս դեպքում որպես ֆիզիկական անձ, ինչի համար է արվում իրեն հետագայում պատասխանատվությունից ազատելու համար, թե լեգիտիմացնելու իր արարքները։ Դե մենք այս տարիներին Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ դեմքերն ենք տեսել, այդ թվում մինչև Հիսուսի, Պապ Թագավորի եւ այլ քաղաքական դեմքերի հետ է իրեն նույնացնում ինքը, դա նորմալ է, արդեն սովորել ենք, չէ՞, այդ տեսակ փոխակերպումներին իր։ Բայց ես մի բան եմ ուզում ասել, հատվում է թե վարչապետի ներկայացուցիչն է դատարանում, իսկ վարչապետը գիտենք, որ երկար տարիներ զբաղվել է լրագրությամբ եւ խմբագիր է աշխատել, բայց մարդը կողմը փաստորեն չի պատկերացնում մամուլի լրագրողների աշխատանքի տարական նրբությունները, հա։ Հոդվածը, ցանկացած հոդված, դա իրավաբանական տեքստ չի, որ դու դնես սպեկտրալ անալիզ անես եւ ամեն բառը բերես համապատասխանեցնես օրենքին, ամեն բառի հետ կապված առանձին հարց տաս։ Հոդվածի հեղինակները սարկազմ են անում, հումոր են անում, տարբեր զուգահեռներ են անցկացնում, կարող է պամֆլետ լինել, կարող է ծաղր լինել։ Հիմա դուք պատկերացնում եք, ասենք, 4-րդ իշխանությունը ունի շարք, չէ՞, այդպես երազների շարք։ Հիմա նույն հաջողությամբ կարող է վաղ Նիկոլ Փաշինյան դիմի, ասի Նիկոլ Փաշինյանի երազը, որ նկարագրում է, այդ երազի մեջ գրած բաները չեն համապատասխանում իրականությանը։ Կան թերթեր ունենք, կայքեր ունենք, օրինակ Իրավունք թերթը ունի բամբասանքի խորագիր, չէ՞, բամբասանքի տակ ներկայացնում են բան։ Ի վերջո, լրատվամիջոցը նրա համար չի, որ միայն զուտ փաստական տեղեկություններ հրապարակի, ինքը կարող է վերլուծություններ անել, հումոր անել, կարող է հարցադրումներ անել, ռետորական հարցադրումներ անել, կարող է զուգահեռներ անցկացնել, կարող է իր ոճի մեջ իրեն պատասխանել։ Մինչև 2018-ը Փաշինյանը կարողացել է այդ ոճով ստեղծագործել ազատորեն։ Ստացվում է մինչև 2018-ը մենք ավելի ժողովրդավար երկրում էինք ապրում, քան հիմա, որ նշում է, որ ժողովրդավարության ու թափանցիկության բաստիոն են։ Այո, եւ ես ասեցի մի քիչ առաջ, չէ, որ ինքը տարիներ շարունակ ազգային ժողովի ամենաբարձր ամբիոնից հնչեցնում էր օդում կախված լուրերի համաձայն եւ բազմաթիվ տեղեկություններ, պնդումներ էր անում, այսինքն այդ իր ցանկացած ելույթից հետո իրեն կարող էին դիմել դատարան, նույն, չգիտեմ, Սամվել Ալեքսանյանի, Հովիկ Աբրամյանի, ում դեմ ասեց։ Չեն ֆայմել իշխանությունը։ Չեն ֆայմել։ Հիմա օրինակ կաթողիկոսը սրբազանները չեն ֆայմել, բայց ով էլ որ ֆայմում է, դիմում է, դատարանները հակառակ որոշում են կայացնում։ Եվ մի բան էլ եմ ուզում էլի արձանագրել, հա, ես շատ լոյալ, շատ լավ էի տրամադրված, մտածում եմ, որ դատարանն է, քաղաքացիական դատարան է, հա, սա քրեական դատարան չի, քրեականները դե գիտենք, որ կաշկանդված են այդ որոշումները կայացնելուց, բայց քաղաքացիական դատարանը գոնե պիտի տարբերվի, մի քիչ ավելի անկախ լինի, չէ՞, բայց տեսեք, ասենք նախորդ նիստն արել է առանց մեր մասնակցությամբ դատարանը, չի հաշվի չի առել, որ դիմացը լրատվամիջոց է, լրատվամիջոցի ներկայացուցիչը ներկա չի դատական նիստին, ինչու՞ ես դու նիստ անում եւ հապճեպ այդ ապացույցների բեռի բաշխում ես անում։ Երկրորդը գալիս է վարչապետի ներկայացուցիչը, որը թվում է թե ամբողջ օրը լայվ է մտնում, ելույթներ է ունենում, չէ, ամենտեղ ասում է եկեք ինձ հարցեր տվեք, ես պատրաստ եմ պատասխանել, եկեք իմ հետ բանավիճեք եւ այլն, եւ իր ներկայացուցիչը թույլ չի տալիս, որ այս լրատվամիջոցները լուսաբանեն ուղիղ դատական նիստը։ Ու դատարանն էլ բավարարում է անմիջապես իր պահանջը։ Ինչու՞ ես բավարարում։ Բա մի հատ չես հարցնում, ասես պատճառը ո՞րն է, կողմ, երիտասարդ, քեզ համար շատ լավ հարթակ է, ելույթ ունենալու, խելացի մտքեր արտահայտելու, քո, այսինքն նպատակահարմար չեն գտել, այսինքն սա ցույց է տալիս, որ ինչ-որ հարց կա, որ կաշկանդված են, ամաչում են, չեն ուզում լուսաբանվի, ես դրա համար եմ ասում, հիմա լրատվամիջոցները պիտի մեծ ուշադրություն դարձնեն այս դատական գործին, որովհետև այստեղ նաև երևում է, թե մենք ինչքան ժողովրդավար ենք, ինչքան անկախ ենք եւ դատարանը որքանով է կարողանում օրենքի տառը պահել։ Ամփոփելով խոսքի ազատության եւ նմանատիպ հայցերի սահմանը որտեղ է, այս զրպարտության, վիրավորանքի իշխանությունները շատ վիրավորվող են դարձել այս վերջերս, որտեղ է այդ սահմանագիծը։ Հիմա տեսեք, իրանք ինչքան շատ են զրպարտում ու վիրավորում, բոլորին, չէ, բոլորին, ոչ մի անձեռնմխելի օղակ, անձ, նույնիսկ հարգանքի արժանի ինստիտուտ, որպեսզի այնպեսին, ինչպեսին մեր եկեղեցին է Մայրաթոռը, իրենց համար անձեռնմխելի չի, չէ, կարող են, ասենք, սրբազանների մասին գրել մանկապիղծ են, կարող են գրել, որ, չգիտեմ, բան են խախտել են կանոնակարգը եւ այլն, իրենց ամեն ինչ թույլատրելի է, բայց իրենց նկատմամբ տեսեք մի կես քայլ արվում, թե չէ, իրանք ոնց են բոլոր հնարավոր միջոցներով իրենց շահերը պաշտպանում, իրենց իրավունքները պաշտպանում, նույնիսկ մտնում է դատարան, այն դեպքում, որ
այս Պարագայում, ասենք 30 տարվա մեջ մենք չենք ունեցել նման դեպք, որ երկրի նախագահը դիմի դատարան։ Սա առաջի դեպքն է, չէ՞։ Նախադեպ է ձևավորում մարդը արդեն։ Վերջին շրջանում սաստկացել են կարծես թիրախավորումները իշխանությունների ոչ հաջող լրագրողների։ Այսօր հրապարակն դատարանում 2-3 օր առաջ ժուրնալիստների միության նախագահին էին թիրախավորել։ Ինչ եք կարծում այս կոնտեքստում արդյոք ճնշումները ուժեղ չեն լինի դատարանի վրա։ Ինչ ակնկալիքներ ունեք ամեն դեպքում, որտեղ կարծես բռնաճնշումների ուժեղ փուլ ենք մտել, որտեղ հերթը լրագրողներին հասավ։ Այո, դե գիտեք ինչ, հիմա մեր գործը այդպես ես չէի շատ կարևորի առանձնացնի, ընդհանուր լրատվամիջոցների, լրագրողների նկատմամբ մի հատ ալիք է սկսվել, հա, որը ես կարծում եմ, որ այդ նույն բանի մեջ է, տրամաբանության մեջ է, ինչպես հիմա իշխանությունը ճնշում է ընդդիմությանը, համայնքապետերը ձերբակալում, սրբազանները նստած բանտում, հա, եթե սրբազանները բանտում են, ինչու պիտի լրատվամիջոցների ղեկավարները կամ լրատվամիջոցներն իրենք չթիրախավորվեն, շատ նորմալ այդ վարքագծի, այդ քաղաքականության շարունակությունն է, սա ես կարծում եմ, որ ես մեծ ակնկալիքներ չունեմ, ճիշտն ասած, շատ կուզենայի, որ մեր դատարանը կոնկրետ այս կինը, Նելի Հարությունյան, բավականին հաճելի դեմքով տիկին է եւ ես կուզենամ, որ ինքը կարողանա հաղթահարել այդ ճնշումները եւ արդար օբյեկտիվ որոշում կայացնել, որովհետեւ իրոք այդ որոշումը կարա մի կես քայլ լինի մեր երկրի կայացման, մեր դատական համակարգի կայացման ճանապարհին, բայց նաեւ տենց պատրանքներ չունեմ։ Ես վստահ եմ, որ մենք շարունակելու ենք մեր պայքարը, գնալու ենք եւ վերաքննիչ եւ վճռաբեկ եւ եթե կհարկ լինի Եվրոդատան, ինչպես մի տրամադրել։ Մեր գնալու կարիքը չի գալիս կողմը, շատ լավ կլինի։ Այդքան հուզող հարցի պատասխանը ումից պիտի լսենք դավաճանել է թե։ Գիտենք, ես կարծում եմ, որ այդ հարցը պատասխան չենթադրող հարց էր իրականում, դա իրեն պատասխան էր եկեղեցու դեմ արած այդ իրա գրառումներին, այդ իրա պահվածքին, այս արշավին, հա, եկեղեցու դեմ, որ ինքը սկսել է։ Դրա համար երբ որ ինքը դադարեցնի եկեղեցու դեմ արշավը, մենք էլ կհրաժարվենք այսպիսի հարցադրումներ անելուց, ասենց ասեմ։ Հիմա ստացվում է, որ ծափահարել կարելի է միայն Նիկոլ Փաշինյանին։ Այն էլ եկեղեցու ներսում, չէ՞։ Պատարագի ժամանակ։ Այո։ Եղավ, շնորհակալություն։ Շնորհակալություն Ես եմ ձեզ։ շնորհակալ բոլորից։ Հուսամ մյուսին նույնպես